Վաշինգտոնի Հիլթոն հյուրանոցում Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ կրակոցներ են հնչել։ Գաղտնի ծառայության աշխատակիցներն անմիջապես Թրամփին ու նրա կնոջը դուրս են բերել։ Մյուս հյուրերը թաքնվել են սեղանների տակ։ Նախագահը չի տուժել, սակայն գաղտնի ծառայության մեկ աշխատակից վիրավորվել է։ Հարձակվողը 31-ամյա ուսուցիչ է Կալիֆոռնիայից, նա ձերբակալվել է։ Հարցաքննության ժամանակ նա հայտարարել է, որ ցանկանում էր կրակել նախագահի վարչակազմի անդամների վրա, առանց Թրամփին որպես թիրախ նշելու։ Տեղի ունեցածն ինձ չի խանգարի հաղթել Իրանի դեմ պատերազմում։ Չգիտեմ, սա որևէ կապ ունի դրա հետ, թե ոչ, ըստ մեր տեղեկությունների չեմ կարծում, թե կապ ունի, միջադեպից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Իրանն ունի մոտ 3 օր նախքան նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն, այս հայտարարությունն էլ Թրամփն արել է Fox News-ին տված հարցազրույցում։ Իրանի պատերազմը շատ շուտով կավարտվի եւ մենք կհաղթենք, հավելել է նա։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Ռուսաստան, նա հանդիպումներ կունենա Վլադիմիր Պուտինի եւ Սերգեյ Լավրովի հետ։ Նախարարն ակնկալում է քննարկել ռուսական կողմի հետ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կրկին մեղադրել է Հեզբոլլահ խմբավորմանը հրադադարը խախտելու համար։ Հրադադարը կողմերի միջև հաստատվել էր ապրիլի 16-ին։ Ավանդական կիրակնօրյա քարոզից հետո Հռոմի Պապ Լևոն 14-րդը հիշեցրել է հավաքվածներին Չեռնոբիլի միջուկային աղետի տարելիցի մասին, կոչ անելով պատասխանատու կերպով օգտագործել միջուկային էներգիան եւ այն օգտագործել բացառապես հանուն աշխարհի բարօրության։ Ռուսաստանը Եվրոպայի անբաժանելի մասն է եւ չի կարող լինել դրա գլխավոր սպառնալիքը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանը չի կարող լինել Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք, քանի որ անկախ նրանից թե ով ինչ է ասում, Ռուսաստանը որպես եվրասիական երկիր դեռևս Եվրոպայի անբաժանելի մասն է, ասել է նա։ Եվ վերջում կռիվ ռինգում հանդիսատեսի մասնակցությամբ։ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող բռնցքամարտի մրցաշարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Թուրք բռնցքամարտիկ Էմիրհան Քալքանը ռինգ է դուրս եկել ռուս Սերգեյ Գորոխովի դեմ UBO-ի աշխարհի տիտղոսի համար։ Երրորդ ռաունդում նրանց միջև վեճ է սկսվել։ Այն արագորեն վերաճել է զանգվածային կռվի, որին մասնակցել է նաև հանդիսատեսը։ Ծեծկռտուքի պատճառով մենամարտն ընդհատվել է, հետաքննություն է սկսվել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։